Բարև ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Այս կիրակի հայ եկեղեցին տոնում է Սուրբ Եղիա Մարգարեի հիշատակը, մարդ Աստծո, որը մեր եկեղեցում համարվում է վանական կյանքով ապրող ասկետի օրինակ։ Եղիայի ապրելակերպը ոգեշնչում է մեր եկեղեցու շատ հայրերի, քանի որ նրա օրինակում մենք տեսնում ենք բարեպաշտության օրինակ, որը տանում է դեպի կատարելություն։ Եղիայի պահեցողությունը, նրա սակավով բավարարված լինելը, նրա կուսակրոն ու ժուժկալ ապրելակերպը հեռու հանրային կյանքից ընդօրինակման պատճառ են դարձել շատերի համար, ովքեր ներքին ձգտում ունեին դեպի Աստված, կենդանի և կենդանարար Փրկիչ։ Եվ իրոք, Սուրբ Մարգարեից սովորում ենք, թե ինչպես երկնային ունայնությունը և անմաքրությունը հեռացնում են մեզ և ինչպես դրանից հեռանալը բարձրացնում է մեզ, տանում դեպի երկինք, դեպի համբարձում։ Եղիայի համբարձումով, որն իր մարմնով վեր բարձրացավ Աստծո մոտ, եկեղեցու հայրերը նկարագրում են ֆիզիկական հարության հույսը։ Մարգարեի համբարձումը մեկնաբանվում է որպես Քրիստոսի համբարձման նախապատկեր։ Բացի այդ, եկեղեցու հայրերի մոտ հաճախ հանդիպում ենք Եղիայի տիպաբանական մեկնաբանությունը, որպես Քրիստոսի նախակերպարի, որպես մարգարեության այն բանի, թե ինչ է իրագործելու Մեսիան, Փրկիչը իր փրկագործական տնտեսության։ Նոր Կտակարանի տեղեկությունները Եղիայի և Հովհաննես Մկրտչի մասին մեկնաբանվում են եկեղեցու հայրերի կողմից որպես մարգարեություն Քրիստոսի երկրորդ գալստյան մասին։ Սուրբ Հովհաննեսը դիտվում է որպես մարմնավորման կարապետ, իսկ Սուրբ Եղիան որպես Քրիստոսի երկրորդ գալուստի ավետարանիչ։ Մարգարեն, որը երկինք էր համբառնել հրեղեն կարգով, պիտի վերադառնա Աստծո խոսքը հուր քարոզով մարդկությանը ավետելու համար։ Ինչ կարող ենք սովորել Սուրբ Եղիա Մարգարեից այսօր։ Արդյոք մենք բավականին փոքր չենք հավատքի այս հսկայի կողքին կանգնած։ Միգուցե մենք Մարգարեի հավատքի զորությունը չունենք, բայց կարող ենք փորձել ընդօրինակել նրան, նրանից սովորելով լինել քչով բավարարվող կամ սովորել բարիք գործել։ Միգուցե նրանից կարող ենք սովորել նաև ամուր մնալ մեր հավատքի մեջ ու չվախենալ խոստովանել, որ հավատացյալ քրիստոնյաներ ենք, ապրող քրիստոնյայի կյանքով։ Մի բան, որ մենք ցավոք հաճախ հրաժարվում ենք կատարել, այդ թվում նաև այն ժամանակ, երբ մենակ ենք թողնում մեր հավատացյալ եղբայրներին ու քույրերին, որոնք հետապնդվում են իրենց հավատքի համար։ Միգուցե մենք չենք կարող քարոզիչներ լինել Մարգարեի նման, բայց վստահ կարող ենք մի փոքրիկ մոմ վառել և մեր սիրո ջերմությամբ պարուրել մեր շրջապատող մարդկանց։ Թող Եղիա Մարգարեն մեզ օգնական լինի այդ առաքելության մեջ։ Ամեն։